միաբան աղոթում են։ Նրանք Հիսուս Քրիստոսի հարությունից և համբարձումից հետո հավաքվել են և միաբան աղոթում են։ 12-ը և ես աշակերտները, որոնք հետևել են Հիսուս Քրիստոսին, նրանք քայլել են Հիսուսի հետ, ոմանք մի քանի ամիս, ոմանք մի քանի տարի, քայլելով Հիսուս Քրիստոսի հետ, հիմա այլևս իրենց հետ չէ իրենց առաջնում, այլևս իրենց հետ չէ իրենց զորագլուխ, այլևս իրենց հետ չէ ինենցիան, այլևս իրենց հետ չէ Աստծո որդին, այլևս իրենց հետ չէ հրաշագործը, այլևս իրենք չգիտեն ինչ անեն, ինչի սպասեն, ուր գնան, որտեղ լինեն, ինչպիսին լինեն։ Բայց նրանք հավաքվել էին միասին, համբարձումից հետո և հավաքվել։ Մինչդեռ իրենցնելու առաջնորդը օրեր առաջ չկարողացավ նրանց համոզել այնպես կամ օգնել այնպես, որ իրենք մեկ ժամ միասին մնան խրամատի մեջ և պայքարեն աղոթքի մեջ։ Եկած ես հիմա պարզեցնում է և իրենցնած գտավասեց մեկ ժամ չկարողացած ինձ հետ աղոթքի մեջ մնան։ Մեկ ժամ չկարողացան աղոթքի մեջ մնան, բայց հիմա 10 օր շարունակ, 10 օր շարունակ նրանք անդադար աղոթքի մեջ են։ Որովհետև Տեր ասեց, ես ձեզ ողջ չեմ թողնում, ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջ։ Այդ հարությունից հետո նրանց հանդիպեց անգամներ, նորից խոսեց, նորից կրակեց, նորից հորդորեց, նորից քաջալերեց, նորից օգնեց, նորից բարձրացրեց, բայց եկավ ժամանակ անգամ դա չկար, Տերը համբարձվեց։ 10 օր անորոշության ժամանակաշրջան, 10 օր այլևս չի կա Տեր Հիսուսը, դռները փակ Տեր Հիսուս այլևս չի գա։ Ձգնոցության, երբ որ գնացին Տեր ետևը հիմա չկա, եթե դուրս են գալի Տերը այլևս չկա, 10 օր շարունակ։ Բայց նրանք արդեն հասկացան, միասին պետք է գան և աղոթեն։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը նրանց պատվիրել էր, հավաքվել, մեկտեղ մնալ և սպասել այն օրվա, որ զորություն կստան։ Այսօրվա մեր համագումարի խորհրդակիրը հենց այնպես է։ Բայց ես ասա, մենք իմ փոխարեն ասա, բայց ես զորություն ստանամ։ Դա չի խամրում և չի փոխրացնում հո երեկվա զորություն Աստծո կողմից տրված, բայց Աստված ավելին ունի քեզ համար պատրաստված։ Որտեղ Աստված ավելին ունի իրենց համար պատրաստված։ Եվ Աստված Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ այդ բոլոր հրաշքներն ու զորությունները արեց, հազարավոր մարդիկ լսում էին Աստծո խոսքը եւ փրկվում էին, Տեր Հիսուս ասեց. ավելին եք տեսնելու եւ ավելին եք անելու։ Փառքից փառք, զորությունից զորություն, օրհնությունից օրհնություն։ Նրանց կյանքի համար էլ ավելին Աստված ուզում էր անել եւ նրանք սպասում էին այն օրվան, որ Տերը խոստացել էր։ Սիրներ, այսօր խոսել եմ հենց այս ուղղությամբ, խոսել եմ միաբանության մասին, աղոթքի մասին եւ միաբան աղոթքի մասին։ Միաբանություն աղոթ կա, միաբան աղոթ կա։ Սա լինելու իմ պատգամը, որն է իմ ակնկալիքն այս պատգամից հետո կամ պատգամի ոչ միայն սա պատգամ է, այլ նաեւ հույս ունեմ, որ շարժում կդառնա մեզ համար։ Որն է իմ ակնկալիքը, ճեղքում մտցնել։ Ճեղքում մտցնել մեր հայկական եկեղեցիների մեջ, ճեղքում մտցնել մեր խմբակների մեջ, մեր եղավարների մեջ, մեր եկեղեցիների մեջ։ Եթե անգամ կլինի օգտակար քույր եկեղեցիների համար, շատ ավելի ուրախ կլինեմ ես։ Նպատակը սա է, ճեղքում ունենալ այս հարցում։ Մարդաշատ լինեն աղոթքաժողովները, քան օրինակի համար կիրակօրյա ժողովները։ Ավելի մարդաշատ լինեն աղոթքաժողովները, քան հավաքույթները։ Որևէ բան ասես, ասես։ Մարդաշատ լինի աղոթքի օրերը, քան թե տոնական, կոնֆերանսային, համագումարային, համաժողովային օրերը։ Երբ որ հայտարարվի, որ աղոթք է լինելու, շատ ավելի մարդիկ հավաքվեն, քան թե որևէ մեկ այլ տոնական օր։ Գնահատելով յուրաքանչյուր հավաքույթը, կիրակօրյա ժողովները, համագումարները, կոնֆերանսները, ինչ որ մենք անում ենք, եթե արել ենք գնահատում ենք, արիք ունենք, ապրում ենք մենք այս ամենը լամար չարչարում ենք, ապրում ենք, մեկը խոսքի մեջ, մեկը երգի մեջ, մեկը սնունդի մեջ, մեկը մարդկության մեջ, կարևորում ենք, բայց շատ ավելի ուզում եմ կարևորել աղոթքաժողովը։
Անհատական աղոթքաժողովի մասին շատ խոսել, որը շատ ուրախ եմ, եւ չեմ անդրադառնա դրան, որտեղ բավականին խոսք եղավ այս երկրորդ կողմից կարելի է այլ անդրադարձավ, որոշակի անհատական աղոթքը շատ կարևոր է։ Ծածկույթներն դինելը դա թվացնից կարևոր է, յուրաքանչյուր անհատի համար։ Բայց իմ այսօրվա ուղերձի խոսքի հիմնական ուղերձը ասած միասին աղոթք։ Միասին հավատք։ Միասնական ընտրել, միասնական միտեղ լինել, մեկ հետ հավաքվելով կանդառնալ ընտրել նրան։ Ինչու՞։ Ես երկիր պատմությունը սիրում եմ, ինչ-որ չափով ուսումնասիրել եւ ուսումնասիրում եմ պատմությունը։ Չեմ հանդիպել որևէ արդյունություն, որևէ աշխարհի, որևէ աշխարհամասում, որ տեղի ունեցել առանց միասնական արդյունության, աղոթքի։ Եթե անգամ մեկ հոգի հետ արդյունության, մեկ պատճառ եւ արդյունության, միևնույն է, Աստված ինքնին ապել է այն ժամանակ, երբ հավատված է իր ժողովուրդը աղոթքի ժամանակ։ Արդյունություն են ուզում, ավելին են ուզում։ Նրանք ովքեր որ սիրում են Աստծուն, նրանք ովքեր որ սիրում են իրենց հարևաններին, իրենց բարեկամներին, սիրում են այնպես, որ իրենք չեն ուզում կորսվեն, այլ ուզում են փրկվել, ովքեր որ սիրում են Աստծուն, այս գրքի մեջ, Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք, որ Աստված ավելին ունի եւ Աստված ավելին կարող է անել, եւ այդ մարդիկ վստահ են, որ ավելին են ուզում։ Ովքեր որ ուզում են արդյունություն, ասեն սիրելի, եթե ուզում են արդյունություն, ավելին ու ավելին, որտեղ ավելին Աստված ունի, իր պահոստների մեջ ավելին ունի։ Ասեն, ուրեմն ավելի շատ պետք է միասին հավատքենք եւ աղոթենք։ Ավելի շատ պետք է կարողանանք փնտրենք Աստծուն։ Ուզում եմ որ դες չհոգնես աղոթելուց։ Չհոգնես աղոթքաժողովներից գալուց։ Գիտեք, ես ասում եմ միայն վերնակնի եկեղեցու հողիվ, այլ ասում եմ ես մարդ, որը շրջելով պատվել երկրներ եւ շրջելով պատվել եկեղեցներ, ես գիտեմ ինչ մասն եմ խոսում։ Աղոթքաժողովները ցավով սակավաթիվ ժողովներն են։ Ամենակիչ այցելվող ժողովներն են։ Թերևս մեր եկեղեցին, մեր գործնեությունը, ծառայությունները ինչ որ բան արդեն բարուղի իմաստով չհասկանանք, բայց այսպես ենթատեքստով հանդգնել ենք, մարտահրավեր նետել եւ ինչ որ բաներ փոխել արդեն։ Որ աղոթքաժողովները ավելի շատ լինեն եկեղեցում, քան անցյալում, որ աղոթքաժողովներին ավելի շատ մարդիկ լինեն ներկա, քան անցյալում կային։ Ինչ որ մի բան սկսվել է, ինչ որ մի բան տեղից շարժվել է։ Բայց Աստված ավելին ունի։ Աստված ավելին ունի։ Եթե հավատում ես, կարող ես ամեն ասել։ Եվ իմ նպատակը հենց սա է։ Այսօրվա խոսքի մեջ փոխենք ինչ որ չափով մեր տեսլականը, մեր հասկացողությունը, մեր կյանքը, մեր կենսակերպը եւ ավելի շատ կազմակերպենք միասին աղոթքաժողովներ։ Ավելի շատ հավաքվենք այնտեղ, որտեղ որ աղոթքաժողով է հայտարարվում եւ միասին աղոթենք, կամ մենք մեկս մյուսին տեսնելով, իրար տուն գնալով ձեռքի բռնենք եւ փնտրենք մեր Աստծուն։ Հիսուս Քրիստոսը, երբ որ ասեցին նրան սովորեցրու մեզ աղոթել, Հիսուս Քրիստոսը ասեց. Եթե աղոթեք, ինչ որ բան սխալ ասեցի, ես թե ճիշտ ասեցի, սիրելիներ ամենը։ Երբ աղոթեք։ Ոչ թե եթե, այլ երբ որ աղոթեք։ Եթե գոյություն չունի աղոթքի մեջ, գոյություն ունի աղոթք եւ գոյություն ունի երբ աղոթենք։ Երբ որ աղոթենք։ Երբ որ աղոթենք։ Ոչ թե պետք է աղոթենք, թե ոչ, այլ պետք է աղոթենք եւ վերջնակետ։ Հոգևոր մարդը, Աստծո մարդը, եկեղեցին նա պետք է աղոթի եւ երբ որ աղոթեք, դարձյալ ասում եմ ձեզ, Տեր Հիսուս Քրիստոս մեկ ուրիշ անգամ ասաց, դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց իմ հորիցը, որ երկնքումն է, որովհետեւ ուր որ 2 կամ 3 հոգի իմ անունով ժողված են լինում, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Եթե երկուսը միաբանվեն, ես կընտեղեմ նրանց մեջ եւ կլսեմ նրանց աղոթքը։ Ուզում եք անկեղծ խոստովանություն անեմ ձեզ։ Ուկրաինացիներն ու ռուսները այսպիսի սովորություն ունեն, ժողովների վերջում
հարցում են, ասում են, ով խնդիրներ ունեն, ինչի համար եք ուզում աղոթենք։ Եվ կարող է լինել 1 րոպե, կարող է լինել մինչև 10 րոպե, ժողովուրդը, ով որ խնդիր ունի, աղոթքի հոգս ունի, ոտքի է կանգնում դալիճից եւ ասում է, այսինչ հոգս ունեմ, այնինչ հոգս ունեմ, այսինչ ինձ համար այնքան ձանձրալի էր դա, որտեվ Միացյալ Նահանգներում շատ լինում է ուկրաինական եկեղեցիներում, ասում են, Տեր Աստված, դե դու սա գիտես, էլի թող մի անգամից ասեմ, բոլոր հոգսերը բերում ենք քո առջև Տեր Աստված, տարբերակ է, մենք այդպես անում ենք, գրում ենք հոգսերը եւ այլն, նորմալ է, տարբերակ է, նա էլ է տարբերակ, սա էլ է տարբերակ։ Բայց հետո հասկացա, ասում չէ, այս մարդիկ հավատում են միաբան աղոթքի զորությանը։ Իրանք ուզում են իրանց հոգսը բարձրաձայնվի, արտաբերվի, որ մյուսները լսեն։ Մյուսները լսեն, հոգսակից լինեն իրենց։ Ճիշտ է, հովիվը կարող է կարդալ եւ կարող է բեմից էլ ասել, թե մենք այդքան չենք կարողանում եկեղեցին, որքան մեծ է լինում, այնքան դժվարությունները շատանում են այս առումով։ Բայց դու նախանձախնդիր եղիր հենց այդպեսին լինես։ Չէ, իմ հոգսը, իմ դժվարությունը, իմ ցավը, իմ խնդիրը ես աղոթում եմ, ես ծոմ եմ պահում, ես հոգս եմ վերցնում, բայց թող ուրիշն էլ ինձ հետ պայքարի։ Եթե դու էլ այդպեսին ես, որ ուրիշի համար պայքարում ես, ուրեմն ազատ եղիր, որ ուրիշին էլ հրավիրես քո կյանք եւ ասես, արի միասին պայքարենք։ Որտեվ գրված է, աղբերս, քուրս գրված է, եթե երկուսը միաբանվեն, ինչ որ խնդրեն կանեմ։ Գրված է, որտեղ որ երկուսը միաբանվեն, ես էլ Տեր Հիսուս ասում է, ես իրենց հետ եմ, իրենց ներկա եմ այնտեղ, գրված, արի հավատանք այս գրվածքին, արի ձեռքի բռնենք եւ աղոթենք։ Եվ եթե այն ինչ որ մենք խնդրում ենք առաջինը հոգևոր է, երկնային է, նրա կամքի համեմատ է, անհնարին է որ չկատարվի սիրներ։ Անհնարին է որ չկատարվի։ Այսօր երբ որ ուսումնասիրում ես պատգամը, ես նայում ասում եմ Տեր Աստված, ների, որ մեր խնդրվածքները շատ մարմնավոր են, շատ երկրի հետ կապված են, շատ ազգի, ժողովրդի, երկրի հետ կապված են, թեև դրանք պետք է լինեն սիրներ։ Բայց Սուրբ գրքում ես տեսնում եմ, որ լրիվ այլ արժեքներ կան, լրիվ այլ չափանիշներ կան, լրիվ այլ մոտեցումներ ունի Աստված։ Ասում է փնտրի երկնքի արքայությունը, մնացած բաները ես քեզ կտամ։ Վստահության հարց է, սիրելիներ, գիտենք, այս սա է։ Քիչ առաջ ես դեռ պատգամս էի նայում իմ կետերը եւ այլն, Լիլիթը կողքից ասեց, ավելի լավ է աղոթք անես։ Փառք Աստծուն մեր կանանց համար։ Եղբայրներ, ես ակնկալում եմ, որ լավ ամենք ասեք։ Ասում որ քո կնոջ համար փառք տաս ասում, այդ եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Համոզեցի։ Ասում Տեր, իսկապես։ Եթե աղոթեմ, դու ավելին կարաս անես, քան թե որ ես շատ լավ պատրաստվեմ։ Իսկ եթե աղոթեմ ու շատ լավ պատրաստեմ, պատկերացնում ինչքան լավ կանես։ Փառք Տիրոջը։ Ամեն բան սկսեց վերնատանը։ Երբ որ նրանք վերնատանն էին, եւ ահա ես իմ հորը խոստմունքը կուղարկեմ, Տեր Հիսուս ասեց, ձեզ վրա։ Դուք էլ նստեցեք Երուսաղում, նստել նստանակում էր նստեք ու սպասեք, նստեցեք Երուսաղում, Երուսաղեմ քաղաքում մինչև վերևից զորություն հագնեք։ Մինչև վերևից զորություն հագնեք, Ղուկաս 24:49, Գործք 1:4-ը։ Եվ նրանց միասին ժողոված ժամանակը պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմումը, Հիսուսն է պատվիրում իր աշակերտներին, չհեռանաք Երուսաղեմից, այլ սպասեք հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք։ Սպասեք, նստեք եւ սպասեք։ Եվ տեսնում ենք ինչպես էին նրանք այս խոսքը կատարում, 13-րդ խոսք, առաջին գլխի 13-րդ խոսքը։ Եվ երբ որ մտան վեր ելան վերնատունը, որտեղ որ բնակվում էին Պետրոսը եւ Հակոբոսը եւ Հովանեսը եւ մյուս աշակերտները, սրանք ամենքը միշտ միաբան աղոթք եւ աղանչանք էին անում կանանց հետ եւ Հիսուսի մայր Մարիամի եւ նրա եղբայրների հետ։ Մտեք, սպասեք, նստեք, սպասեք եւ նրանք եկան եւ միշտ աղոթք էին անում, միաբան աղոթքի մեջ լինելով եւ ինչ տեղ ունեցավ Գործք 2:1-4-ը։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրը լրացավ, ամենքը միաբան մեկտեղ էին։ Ասա միաբան խնդրում եմ ինձ հետ։ Մեկտեղ։ Միաբան մեկտեղ եւ հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը ուր նստած էին եւ երևցավ նրանց բաժանված լեզուները ինչպես կրակից եւ նստեց նրանց ամեն մեկի վրա
Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Այլևս նրանք չկային։ Այլևս Հոգին էր նրանց խոսել տալիս։ Այլևս Հոգին էր անում։ Նրանք այլևս չկան։ Իրենք արեցին ինչ կարող էին իրենք անել, հավաքվել եւ աղոթել ու սպասել։ Եվ սպասեցին։ Եվ եկավ Սուրբ Հոգին։ Եվ սկսվեց։ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Նրանք սկսեցին խոսել, մարգարյանալ, նրանք սկսեցին քարոզել, նրանք սկսեցին բժշկություններ անել, նրանք սկսեցին մեռելներ հարություն տալ, նկատի ունեն, որ Աստված իրենց միջոցով, բայց մարդիկ իրենց էին տեսնում, այլևս իրենք չկային։ Մեկտեղ հավաքված միշտ աղոթք էին անում եւ փնտրում էին Աստծուն եւ սպասում էին այն խոստմանը, որ Տերը խոստացել է իրենց։ Եկեղեցին այս տարիների ընթացքում առաջին դարաշրջանում հալածված, ցիրուցան եղած, աղքատ, թեև մարդիկ ասում են շատ հարուստ է եղել, բայց ճիշտ ասած ես չգիտեմ այդ ոնց են հաշվարկանում, ուներ, որտեղ ունեցվածքները վաճառում էին եւ բերում էին, ստացվածքները վաճառում եւ բերում էին եւ իրենք էլ այս ամենը կիրառում էին Աստծո արքայության եւ նաեւ շատ աղքատներին հասնելու համար։ Մարդիկ եկեղեցին, բայց նրանք մի բան գիտեին։ Նրանք գիտեին զորության մասին, նրանք գիտեին զորության աղբյուրին, նրանք գիտեին ինչպես եւ ոնց հավաքվում էին եւ միաբան աղոթք էին անում։ Աստծո խոսքը ասում է, որ երբ որ Աստված նրանց հետ է եւ Աստված իրենց զորավիկ է լինում խոսքերով ասում։ Մեկ հոգին հարվածում է 1000 հոգու, երկու հոգին 10,000-ին։ Մեկ հոգին 1000-ին, երկուսը 10,000-ին։ Մեր հասկացողությանը չի բռնում։ Մեկը 1000, երկուսը 10,000։ Այսպիսի մի ձի սիրում են, կամ մարդիկ, որ հեծնել են ձի, սիրում են։ Բելգիական ձիի մասին լսել եք։ Բելգիական ձի, ով է լսել։ Նկար ունենք, կարանք ցույց տանք, թե չենք կարող։ Եթե չենք կարող, լավ։ Բելգիական ձին, երբ որ ես համացանցում իր նկարը տեսա, ասեցի, ինչ տգեղ ձի է։ Ոչ ներողություն արտադրության համար, այո, տգեղ ձի, բայց ձին գեղեցիկ է, չէ՞ միշտ լինում։ Բելգիական ձին աշխարհում համարվում է ամենաուժեղ ձին։ Ձին, երբ որ բեռ են որպես լուծ դնում նրա վրա, որ ինքը կրի, այս բելգիական ձին շատ ուժեղ է, նա կարողանում է կրել 1800 կիլոգրամ, միայնակ ձին, ինքը կարողանում է այդ լուծը տանել, այդ բեռը տանել, քայլել, գնալ առաջ, տանել 1800 կիլոգրամ։ Երկուսը միասին 7500։ Պատկերացնում եք։ Մեկը 1800, երկուսը միասին 7500 կիլոգրամ։ Բայց դեռ սա ամենը չի։ Եթե մի քանի ամիս նրանք ապրել են միասին, ապա կարող են, եթե մի քանի ամիս նրանք ապրել են միասին, ապա կարող են 14500 կիլոգրամ երկուսով միասին քաշել։ 14500 կիլոգրամ լուծ նրանք կարող են միասին տանել, եթե մի քանի ամիս միասին ապրել են։ Դեռ սա էլ ամենը չէ։ Աշխարհի ռեկորդը սահմանել են երկու եղբայր ձիեր, որոնք մեծացել էին միասին, եւ նրանք միասին քաշել են կամ կրել են 24000 կիլոգրամ քաշ լուծ։ Մեկը 1800, երկու եղբայրները միասին 24000 կիլոգրամ բեռ։ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը իրեն էլ էր օրինակ բերում, ասում էր, ինչպես օձը բարձրացավ, ինչպես հավը հավաքում էր թևերի տակ, իրեն նկատի ունենալով։ Երբեմն բուսական եւ կենթանական աշխարհը մեզ սովորեցնում է Աստծո մասին, Աստծո կանոնների մասին։ Այսօրվա
Վերնատուն եկեղեցին, որից նաև ծնվել է եւ Կարեն եղբոր միջոցով աղոթքի տուն ծառայությունը եւ սիրներ դուք տեսաք մեր հովին, մեր եկեղեցու հիմնադիրին Նոդար Թադևոսյանին Վերնատուն եկեղեցու հիմնադիրն է ինքը, թեև երբ որ ինքը եկել է Երևանի տարածք, այստեղ խումբ եղել է, իրենց առաջ ծառայողներ եղել են, բայց որպես այսպես Վերնատուն եկեղեցի, որ ինքը մեծացել եւ զարգացել է ծառայությունը Վերնատուն եկեղեցու հիմնադիր մեր հայրը, իմ եւ Կարենի հայրը եւ մեր եկեղեցու հովիվն ու հիմնադիրը տարիներով ծառայել են ասում։ Այստեղի հովիվները մեծամասամբ Հայկ եղբայրս, որ ինձանից հետո կծառայի աղոթքի ծառայությամբ երկար տարիներ հավատքի մեջ է եւ երկար տարիներ հովական ծառայության մեջ։ Էձիկ եղբայրս papai հետ միասին Հայկ եղբայրն ու Էձիկ եղբայրը միասնական 90-ական թվերից սկսված նրանք ծառայել են, թեև papan 70-ականներից սկսված, բայց եղբայրները միացել են 90-ական թվերին եւ ծառայել են Տիրոջը։ Ես ու Կարենը 2000-ական, թեև մենք փոքր հասակում բնականաբար 80-ական թվերին ծնված, բայց ծառայել ենք Աստծուն, սկսել ենք ծառայել 2000-ական սկզբերին։ Արթուր եղբայրը միասնական մենք մեծացել ենք եւ հովիվները Կարեն եղբայրը, Լևոն եղբայրը ասեցին, որ 99 թվականից։ Եվ այստեղ շատերս կանք։ Մամիկոն եղբայրը, ուղղակի փնտրում եմ մարդկանց, որ տեսնեմ, նկատեմ անուններ տամ։ Եղբայրներ։ Ղուկաս եղբայրը, Շահեն եղբայրը, մի խոսքով Ղուկաս աղբերս որ թվականին ապաշխա 2004 թվականին 1999 տարիներ շարունակ 10 տարի, 20 տարի, 30 տարի միասնական քայլել ենք եւ այսօր էլ քայլում ենք։ Իմ ասածը սա է։ Իմ ասածը սա է, սիրելի եկեղեցի։ Երբ որ մենք միասին ենք, աղոթքը այլաբանորեն է, այստեղ թույլ տվեք մեկնաբանեմ։ Երբ որ մենք միասին ենք հոգևոր դաշտում, աղոթք ենք անում, այսինքն միասնական Աստծո կամքն ենք փնտրում, միասնական Աստծո կամքն ենք գործածում, միասնական Աստծուն ենք փառաբուրում, միասնական ավետարանչություն ենք անում, միասնական ձեռքի բռնած նրան ենք կանչում, միասնական հոգևոր կյանք ենք ապրում, միասնական հաց ենք կիսում, միասնական ունենք նպատակ, որ Աստծո նպատակն է։ Եթե ես կարող եմ 1800-ը անել, միասին մենք կարող ենք 24000-ը անել։ Ու այսօր լինում է։ Այսօր գործում է սա։ Սուրբ Գիրքը ճիշտ է։ Եվ այն ինչ որ Աստված ստեղծել է նաև բուսական եւ կենթանական աշխարհում եւ մարդու մեջ դել այդ ուժը, դա էլ է ճիշտ։ Բայց ես սա ուզում եմ հիմա մի փոքր սլակներ ուղղել դեպի ավելի մի փոքր բարձր տեղ։ Ինչպես ասացի, մի փոքր ավելի շատ ճեղքում մտցնենք հոգեվոր կյանքում։ Տանենք սա դեպի աղոթքը։ Սիրելի եկեղեցու անդամներ, սիրելի առաջնորդներ, յուրաքանչյուր աղոթքաժողով, երբ որ մենք միասնական որոշում ենք եւ հայտարարում ենք, կամ հովիվը ինքը հայտարարում է, միասնական կոչ է անում աղոթքի, հորդորում եմ եւ քաջալերում եմ, այսօրվա իմ ուղերձը հիշեք, եկեք զոհաբերենք ինչ որ բաներ, տարածություն կանցնենք, մեքենայի վառելիք, չգիտեմ, մենք կվատնենք, կզոհաբերենք, մեկ տրանսպորտ, չգիտեմ, ինչ որ մի բան, ժամանակը աշխատանքից կես ժամ շուտ դուրս կգանք, ես հիմա պրակտիկ ֆիզիկական բաներ եմ ասում։ Արադա, գնա այդ աղոթքաժողովին, երբ որ եկեղեցում միասնական մենք աղոթքաժողով ենք կազմակերպում, երբ որ տանը տնային խմբակում աղոթքաժողով է հայտարարվում, երբ որ միասնական հավաքվում ենք Աստծուն պաշտենք, աղոթքին տեղ ենք տալի եւ փնտրում ենք Աստծո երեսը, գնա, դու ելքո մասով արադա, մեր երեխաներին, պատաններ եմ իրանց միշտ ասում, բայց արդեն երիտասարդ են, մեր երեխաները, Դանիելիկը, Ռուբենը, Արամեն, Մարկոսիկը, չգիտեմ, Սերժը, Արենը, ում ասեմ էլ, Նոդիկը, ոչ մեկ իրենց չի ասել, որ աղոթքաժողով կազմակերպեք, ոչ մեկ իրենց չի ասել, որ գիշերը մինչև ժամը 1-ը, 2-ը կմնաք, վերնատանը եւ աղոթք կանեք, բայց ես կարծում եմ իրենք ինչ-որ բան հասկացել են, որտեղ իրենք էլ են այս գիրքը կարդում, իրենք գիտեն ամեն բան սկսում է վերնատնից, եւ ես նկատի չունեմ վերնատուն եկեղեցուց, ես նկատի ունեմ Աստծո ներկայությունից,
Ամեն բան սկսվում է այնտեղից, երբ որ մարդը հանդիպում է Աստծուն։ Երբ որ մարդը հանդիպում է Աստծուն։ Դու ինքդ նախաձեռնիր, դու ինքդ կազմակերպիր, դու ինքդ եղիր այնտեղ, որ նախաձեռնվել է։ Դու ինքդ ճեղքում մցրիր, հակառակ գնա հոսքին։ Այո, բոլորը ասում են, լավ հավաքույթները, երբ որ լավ խոսնակներ կան, այսպես քաջալերող, լավ խոսնակներ կան, Տիրոջից հայտնություններ առավ, լավ բաներ կարող են ասել, լավ է ու կլինի դա ու պետք է լինի դա։ Ու դա եղել է միշտ ու կլինի, բայց այնտեղ որ սակավաթիվ են, որտեղ որ Տիրոջ երեսն են փնտրում, որտեղ որ աղոթքներ կա, ես այնտեղ կգնամ ավելի շատ։ Ու եթե մենք բոլորս այսպես մտածենք, դուք պատկերացնում եք ինչ կտեղի կունենա։ Ոչ ավել, թեև ավել, բայց ոչ պակաս կլինի այն, ինչ որ եղավ առաջին դարի ժամանակաշրջանում։ Ինչ ես ուզում։ Հայտնություն կստանաս հենց աղոթքաժողովի ժամանակ։ Ինչ ես ուզում։ Ապաշխարություն քո հարազատին, մինչև որ դուք տուն գնաս, քեզի լավ լուր կհասցնեն SMS-ով կամ զանգելով։ Ինչ ես ուզում բժշկություն, դու քո անգամ հոգսի համար, հիվանդության համար չաղոթելով, դու բժշկություն կստանաս այդ աղոթքաժողովի ժամանակ, որտեղ քո շարժառիթը, քո մտածելակերպը սուրգրային է, ճիշտ է, մաքուր է, անկեղծ է, պարզ է։ Դու առաջինը Աստծունն եւ Աստվածայինը չի կարա լինի, երբ որ գոյություն ունի համատեղ աղոթքը, երբ որ գոյություն ունի միասնական աղոթքաժողովը, երբ որ սա շարունակական է եւ հարատև է, այնտեղից ծնվում է միաբանությունը։ Այնտեղ հալվում են բոլոր ամբիցիաները, այնտեղ հալվում են բոլոր նեղացկոտությունները, այնտեղ հալվում են ամեն ամբիցիա եւ ամեն խնդիրներ։ Տիրոջ ներկայության մեջ եթե դու անհատական մտնում ես ու հետո այնտեղից դուրս ես գալի, մեկի նկատմամբ չարացած էր, մեկի նկատմամբ նեղված էր, դուրս ես գալի արդեն զգում ես, որ չէ, անցել այդ չարությունն է, նեղվածությունն է, որքան առավել, երբ որ դու մի քանիսով հավաքվում եք ձեր ձեռքի բռնած, փորձել եմ մի քանի անգամ, փորձած բան է, ժողովուրդ, ճիշտ եմ ասում։ Այն մարդկանց հետ, որ դու աղոթում ես, նրանց սկսում ես ավելի շատ սիրել։ Տենց հա, թե չէ, ձեր մոտ էլ հա, տենց անկեղծելի։ Բայց սիրո պակաս չունենք մենք։ Ունենք մի քիչ, եկեք ավելացնենք։ Զորության պակաս չունենք մենք, ունենք մի քիչ, եկեք ավելացնենք։ Այն եկեղեցին, որ հարատևում է աղոթքի մեջ, այն եկեղեցին, որ շարունակական, միասնական աղոթքի մեջ հարատևում են, այդ եկեղեցին երբեք չի ձախողի։ Այդ եկեղեցին երբեք չի պարտվի։ Այդ եկեղեցին կմնա կանգուն, որովհետև նա միշտ Աստծուն է դրել իր մեջտեղում։ Նա հավաքվել է ոչ թե սեղանի շուրջ, նա հավաքվել է ոչ թե խրախճանքի շուրջ, նա հավաքվել է ոչ թե շահի շուրջ, նա հավաքվել է ոչ թե չգիտեմ գեղեցկության շուրջ, նա հավաքվել է Քրիստոսի շուրջ։ Եվ Քրիստոսի շուրջ լինելով աղոթքի մեջ գրավական ոչինչ չկա։ Գրավչական ոչինչ չկա աղոթքի մեջ, այնտեղ կա արցունքներ, այնտեղ կա ցավ, անգամ ծննդական ցավ, այնտեղ չկա երևելի, այնտեղ չկա ինչ որ հայտնություններ, այնտեղ չկա ինչ որ բաներ, այնտեղ կա մարդի ով հասար նա յետունի, բացառի զայն ասուրավատի, հովիվը յետունի, արկադիը բոլորը հասար։ Հալազանքները, դժվարությունները, պակասությունները, երբեք չեն կարող հաղթել այդ եկեղեցում, երբ որ նրանք հավաքվել են, երբ որ նրանք հարատել են, գործարարությունում ենք տեսնում ենք, որ նրանց ստիպում են, նրանց պահպանում են, նրանց ծեծում են, նրանց հալածում են, Գործք 4-ի մեջ ենք մենք հանդիպում, Գործք 3-րդ գլխի մեջ ենք հանդիպում, հետագայում ավելի խիստ մենք տեսնում ենք հալածանքներ, նրանք հաստատուն կանգնեցին, եկեղեցին հաստատուն կանգնեց եւ ավելի աճում էր։ Հենց առաջին օրը, երբ որ այն Պետրոսը, որը վախկոտ էր, որը մատնել էր, ներողություն ուրացել էր Հիսուս Քրիստոսին, Պետրոսին մի փոքր ավելի ուշ կանդրադառնամ, նա ոտքի կանգնեց։ Նա աղոթքի ծնունդ էր։ Իր ինչ որ արդեն տեղի էր ունեցել աղոթքի ժամանակ, իհարկե Տեր Հիսուսը նրան հարցեց, սիրում ես ինձ, սիրում ես ինձ, սիրում ես ինձ, բայց ես վստահ եմ, իմ անձնական համոզմունքն է, սա կարող եք չկիսել ինձ հետ իմ կարծիքը, բայց ես վստահ եմ, որ Հիսուսի ասելուց հետո այն 10 օրը, երբ որ նրանք աղոթքի մեջ էին, այն աշակերտները, որ մտածում էին, վախկոտի մեկը, մեր Տիրոջը դու ուրացար,
ում առաջ, աղախնի առաջ ուրացար, ամեն բան հալվեց։ Այս Պետրոսը նա իրավունք վերապահեց իրեն, մյուսներից մեջ լինելով, մյուսներից ավելի կարծես իրավունք վերապահեց, որտեղ արդեն հոգին էր իրենց խոսել տալիս։ Բոլորը գիտեն, որ Պետրոսը պետք է խոսի եւ բոլորը հնազանդվում են այդտեղ, որտեղ հոգին էր արդեն խոսել տալիս։ Եվ Պետրոսն է գիտեր, որ ինքը պետք է ոտքի կանգնի եւ խոսի, որտեղ ինքը ասելու բան ունի։ Եվ երբ որ խոսեց հոգին Պետրոսի միջոցով 3000 հոգին իրենց կյանքը տվեցին Հիսուս Քրիստոսին։ Հաջորդաբար տեսնում ենք 5000-ը։ Ինչու։ Հալածանքը սկսվեց։ Նրանց փորձեցին ճզմել, նրանց փորձեցին կանգնեցնել, նրանց փորձեցին վախեցնել, նրանց սպառնացին, նրանց բանտարկեցին։ Միևնույնն է։ Այն ինչը որ հոգին սկսել էր, ոչ մեկ եւ ոչինչ եւ ոչ մի համակարգ չէր կարող կանգնեցնել, որովհետեւ այս մարդիկ գտնվում էին Աստծո ներկայության մեջ։ Երբ որ նրանց հալածում էին, ասում են, եւ նրանք գնացին վերնատուն եւ միասին հավաքվեցին եւ ասեցին. Տեր, դու տեսնում ես նրանց սպառնալիքը։ Եվ նրանք աղոթեցին, ինչ որ բաներ ասեցին Աստծուն, հետո իրենց որոշումը ասեցին Աստծուն եւ վայրը շարժվեց։ Եվ նրանք նորից դուրս եկան եւ քարոզեցին ավետարանը։ Ինչու։ Ձևը գտել էին։ Ձևը եւ կերպը գտել էին։ Իրանք եկան մեկտեղ։ Այսպիսի հալածանքները, սպառնալիքները, վտանգները, խնդիրներն ու դժվարությունները, որոնք կարող է եկեղեցին ունենալ, երբեք չի կարող կանգնեցնել եկեղեցուն։ Այսօրվա ընթացքում մենք տեսնում ենք ինչ-ինչ դժվարություններ, որ կարող ենք ունենալ, բայց երբեք եկեղեցուն չի կարող կանգնեցնել այս դժվարությունները։ Մեր հայրը, Նոդար եղբայրը, նա շատ դժվարություններ է տեսել իր կյանքում։ Շատ դժվարություններ, շատ խնդիրներ, շատ խնդիրներ, շատ արգելքներ է եղել։ Բայց ոչինչ չի կանգնեցել նրան եւ չի կանգնեցել եկեղեցուն, որտեղ վճռականություն ունեն։ Հայրս պատմում էր, որ նա թշնաբուծականում էր աշխատում, պահեստապետ էր նա եւ հետագայում, երբ որ նա հավատացյալ դարձավ, հենց նրա համար, որ իրան յանիմ թե լավություն անեն, Նոդարը չի հասկանում մի տեսակ ոգևորվել է կամ շեղվել է իր մտերիմները լավություն անելով ղեկավարություն այդ թշնաբուծականի դիտմամբ նրան ազատում են, իհարկե հայրս է ազատվում աշխատանքից, որտեղ պահեստապետը գողությունով պետք է ապրեր, նա ազատվում է աշխատանքից եւ դիտմամբ ուրիշ աշխատանք են տալիս հորս։ Անունով տղա, քաղաքում ճանաչված թասիբով անուն ունեցող երիտասարդ, խարակտեր, բնավորություն ունեցող անձնավորություն, ու բոլորը գիտեին դա ով է նա։ Պահեստապետ մարդ, ասում են ուրիշ աշխատանք չունենք, միայն ունենք հավաքարարի աշխատանք։ 2 տարի շարունակ հայրս ցախավելով թշնաբուծականը ավել էր անում, մտածելով որ նրանք կկոտրեն եւ նա ի վերջո հասկանա որ հոգեվոր կյանքը այդքան ոչ։ Իսկ հետո ավելի լավ աշխատանք էր պրոֆեսորակոյի բառը գոմերը մաքրելու համար։ 4 օր աշխատանքը նա անում էր 15 օրում, 4 հոգին է կասումիկը 15 օրում է մեր հոգով 4 օր աշխատանք անում է, բոլորը աշխատավարձը անում է ու այդ աշխատավարձով ծառայում ներածություններ։ Ամեն բան կարող է փորձել կանգնեցնել։ Գիտեք ինչ էր ասում հայ թշնամուծականից մի անգամից այնտեղ ասում է լողանում էի, զմրան մինչև ասում է ավտոբուսի կանգնել, որտեղ հեռավորություն է մազերը սալուց կապնել արդեն։ Մի անգամ զգում է ծառայության, մինչև գիշերին է վերադառնում, երեխեքը բոլորը քնած են, ոչ մեկի չէի տեսնում, գիշերը 7 աղոթք էին կանում, Մարգարիտայի հետ մորս հետ միասին, աղոթք էին կանում, եւ հաջորդ օր ինչ որ պետք է խոսեն եկեղեցում հավատքի ժամանակ Աստված երազի միջոցով բացել է պատկանը։ Դա շատ անգամ են այսպես Աստված զսպում է։ Ում դեն կանում է, ում արգելք լինե, ես Մարիա բանք, Մարիա օթենք, եթե մեզ դժվարություններ, ցավ, հոս, վեր, մարջակ, մեղք, ինչ ունես, Մարիա բանք, Առաջին դարը չկարողացավ կոտրել յուրաքանչյուր այս դժվարությունները, մեր չի կարող կոտրել հիվանդությունը, ցավը, խնդիրը, հալածանքը ինչպիսին էլ այն լինի։ Եստերը հայտարարեց, ասեց ես կմտնեմ թագավորի մոտ, բայց պայման ունեմ։ Կանգնեք ինձ այդ աղոթքի եւ ծոմապահության։ Կանգնեք ինձ այդ 3 օր ես իմ աղախիններս բոլորը իրար հետ մենք ծոմ ենք պահելու, ամբողջ ժողովրդին հայտարարեք ծոմապահություն։
Ամենին հայտարարեք ծոմապահություն, թագավորի մոտ ես կմտնեմ, ընդունված չէ, կարող եմ մաս սպառնալիս, բայց կմտնեմ։ 3 օր ծոմապահությունից հետո արի միաբանվենք։ Արի ճեղքենք, արի ընթացք փոխենք։ Թող աղոթքա ժողովները շատ լինեն։ Թող ծոմապահությունները ավելի շատ հայտարարվեն մեր եկեղեցու մեջ։ Ու մենք ենք սա անողները։ Մենք, եթե որևէ մենք որոշում ենք առաջնորդներս, մենք որոշում ենք, մենք ինքներս պետք է պահենք եւ կատարենք, եւ հետո բնականաբար ամեն մեկը սա կանենք։ Դա հեշտ չէ, դա կոմֆորտ չէ, դա հավես չէ, դա հոգս է։ Հենց այդպես էլ գրված է ծոմի մասին, հոգս։ Սուկ։ Դա հեշտ չէ։ Այսօր ում դարդուցավն է կտրվել, իր հոգսն ու դժվարությունը այնքան շատ է, որ մի հատ իմ հոգսն ու դժվարությունը վերցնի իր վրա։ Ո՞վ է։ Ո՞վ է այդ անխելքը կներեք արտահայտությանս համար։ Հոգևորները։ Գիտեք խի։ Վրայո իրանք աշխարհի համար անխելք են, բայց իրենք Աստծո իմաստուններն են։ Աշխարհի համար իրենք թույլ են, թուլամորթ են, բայց իրենք Աստծո ուժեղներն են։ Իրենք իրենց հոգսն ու ծանրությունը կարող են տանել, բայց նաև ուժու կարողությունն են ուրիշի հոգսն ու ծանրությունն էլ տանելու։ Ու իրենք Քրիստոսին նման են, փառք իրեն։ Ոչ մի դժվարություն, ոչ մի հալածանք չի կարող կանգնեցնել շարունակաբար միաբան աղոթող եկեղեցուն։ Ոչինչ չի կարող կանգնեցնել։ Փառք մեր Աստծուն։ Մեղքը, կողմնակի խնդիրները, կողմնակի հարցերը երբեք չեն կարող կանգնեցնել աղոթող եկեղեցուն։ Եթե կա մեղքը, եթե կա որևէ մի բան, որը Աստված չի բերել եկեղեցի, այն կհայտնաբերվի, այն կպարզվի, այն դուրս կհանվի եկեղեցուց, երբ որ կա եկեղեցին, երբ որ նա աղոթող եկեղեցի է։ Որովհետև մեղքը Աստծո ներկայության մեջ հանդիմանվում է։ Եվ աղոթքի մեջ այդ մարդը հասկանում է, որ ինքը կարող է այդ մեղքին հաղթել։ Կամ ինքը պետք է Աստծո ներկայությունից դուրս գա, կամ այդ մեղքը պետք է Աստծո ներկայությունից դուրս գա։ Կարող է ոմանք լինեն, որ որոշեն, որ իրենք պետք է դուրս գան Աստծո ներկայությունից, որտեղ ամբարիշները չեն կարող արդարների ժողովքի մեջ մնալ։ Բայց եթե եկեղեցին հարատևում է եւ միաբան աղոթք ունի, եթե անգամ մեղք կա, եթե անգամ աշխարհասիրություն կա, եթե անգամ խնդիրներ կան նմանատիպ եկեղեցու մեջ, այն կանգնեցվում է աղոթքաժողովների ժամանակ եւ երբ որ եկեղեցին հավաքվում է աղոթելու։ Անգամ երկրորդական հարցերը երբեք չեն կարող։ Ես հիմա սա ասում եմ ավելի բարձր վտանգի մեջ դդելով այսա ինչ որ ասելու եմ, քան թե մեղքը։ Երկրորդական, երրորդական հարցերը չեն կարողանում եկեղեցուն գրավել այնքան, որքան առաջնայինն է։ Բայց ինչու եմ ես ավելի բարձր դնում ես հոգսը, հիմա կբացատրեմ, որովհետև այսօր եկեղեցիները եւ շատ եկեղեցիներ աշխարհում դարձել են կրոնական կազմակերպություններ բարի ուղի իմաստով։ Նրանք կյանք ունեցող կառույցներ պետք է լինեն, բայց դարձել են միայն ստրուկտուրա օրենքներ ունեցող կառույցներ։ Եվ իրենց մեջ կյանք չկա։ Ավելին ասեմ, մահն է փչում իրենցից։ Ցավոք այդպես է։ Շվեդիայի քաղաքներից մեկում էին օրեր առաջ տիկնոջ հետ միասին ահռելի, շքեղ, հսկայական մեծ տաճար, շինություն, լյութերական եկեղեցի, որ նայում ես որքան մեծ է, իշքան, այմար դատարկ, սառը, Տեր Աստված, հեռու պահիր մեզ այս ամենից, հանկարծ մենք էլ չլինենք այսպիսին։ Չլինի թե ուրիշներին նայելով, մենք ասենք լավ կարգավիճակ ունենք ու Տեր պահիր մեզ հեռու։ Ես չեմ ուզում, ու ես գիտեք իմ պատասխանը ես ստացել եմ։ Նրանք շատերը մեղքի մեջ չեն ապրել, նրանք շատերը չգիտեմ, ինչ որ պղծություններ չեն արել, ինչ որ վատ բաներ չեն արել, ուղղակի նրանք սկսել են երկրորդական բաները դարձնել առաջնային։ Երկրորդական բաները բերել են եւ պուպուշ սիրուն այսպես զարդարելով ասել են դուք հիմա առաջինն եք մեր տեղում։ Մենք այլևս այսպես ենք անում, որովհետեւ սենց է ճիշտ։ Ժողովուրդը այսպես է ուզում։ Սենց ավելի հարմար է։ Իսկ նա ինչ է ուզում։ Ես հավատում եմ, որ այն եկեղեցիները, որոնք ունեն շարունակական միաբան աղոթք, այդ եկեղեցիներում առաջնային բաները կմնան առաջին տեղում։
Երկրորդականներն է կմնան իրենց տեղում։ Ու կյանքը կշարունակվի նորից բնականon երկնային կերպով, աստվածային կերպով։ Աստծո խոսքը, Սուրբ Հոգին։ Եվ այն ամեն ինչ, որ Աստծո համար առաջնային են, եւ հոգեվոր մարդու համար պետք է լինի առաջնային, այդ մարդը կունենա դա առաջնային իր կյանքում։ Նա չի ծռի խոսքը, որովհետև այտենց ժողովուրդը կամ այտենց իրեն ավելի հարմար է տեսնում։ Այտենց ավելի հարմար է քարոզել, չէ, ինքը չի ծռի այդ խոսքը, որովհետև առաջնային է դա։ Սափիրյան եւ Անանյան, երբ որ մեղք գործեցին, նրանք սուտ խոսեցին, իրենց ունեցվածքը բերեցին, առաքյալների ոտքը դրեցին, մեղքը կանգնեցվեց հենց նույն պահին։ Պետրոս առաքյալը ոչինչ չիմանալով մարդկորեն, բայց Տերը իրեն հայտնի ասաց. «Ինչու եք սուտ խոսում Տիրոջ հոգու դեմ»։ Ինչու։ Մեղքը կանգնեցվեց։ Մեղքը կանգնեցվեց, որտեղ եկեղեցին միասին միաբան աղոթք էր անում։ Ուզում ես մեր երիտասարդները ավելի սուրբ ապրեն։ Թող հովիվները քարոզեն, թող հովիվները աշխատանք տանեն, թող առաջնորդները խնամք տանեն, դա իրենց գործն է, իրենց պարտականությունն է Աստծո առաջ, բայց քո գործն է գաս, աղոթքաժողովի ժամանակ, ծունկ ծռես, աղակես, արցունք թափես, ասես մենք երիտասարդ չունենք սատանային եւ աշխարհին տալու։ Իմ երեխաները, մեր երեխաները քեզ են պաշտելու։ Հասկացվում եմ, չէ՞ սիրելիներ, ինչի մասին եմ խոսում։ Երբ եկեղեցին սկսում է զբաղվել երկրորդական գործերով, ավելի շատ քան առաջնային, այն դառնում է պարզապես, ինչպես ասեցի, կրոնական կազմակերպություն, ուրիշ ոչինչ։ Դադարում է լինել Աստծո գերբնական զորության կրողը։ Ինքը իր կամքով, իր որոշումով, նա որոշում է, այլևս աստվածային հայտնությունը, այլևս աստվածային զորությունը, այլևս Սուրբ Հոգու հայտնությունը, այլևս գերբնական դրսևորումներին ասում ենք ոչ, եւ մնացած բոլոր բաներին ասում ենք այո, որտեվ տենց ավելի հարմար է, տենց ավելի հնարավոր է վերահսկել։ Միաբան աղոթք ունեցող եկեղեցին, միաբան շարունակաբար աղոթքի կյանք ունեցող եկեղեցին հաջողություն է ունենում ավետարանի, արքայության ավետարանի քարոզչության մեջ։ Հաջողություն չէ ունենում ենք, որ շատ ավետարանչական խմբեր ենք ունենում, հաջողություն ունենում ենք, որ շատ շոուներ, բեմադրություններ, համերգներ են կազմակերպում, չէ, հաջողություն ունենում ենք, երբ որ մենք շատ դուրս ենք գալի փողոցներ ավետարանություններ ենք անում, չէ, հաջողությունը հիմա ինտերնետն է, պետք է ինտերնետով, չէ, հաջողությունը հիմա լավ երգիչներ ու լավ երաժշտությունն է, չէ, հաջողությունը հիմա դադարենք։ Առաջին դարի եկեղեցին մեզ համար օրինակ է։ Ուզում ես փրկվածների թիվը ավելանան քո եկեղեցու մեջ, ուզում ես փրկվածների թիվը ավելանան, ուզում ես մարդիկ դարձի գան ապաշխարեն, մարդիկ իրենց մեղքերի համար ծնկի գան եւ ողբան եւ լացեն եւ ներողություն խնդրեն։ Ուրեմն արի ավելի շատ աղոթենք իրար հետ։ Օրինակները շատ են, ինչ որ ես կարդացի հենց առաջին, երկրորդ, երրորդ գլուխներում ցույց է տալի այդ հազարավորները, որոնք ապաշխարեցին հենց այդ աղոթքից ծնված պատգամից։ Բայց տեսնում ենք, որ նաև Սուրբ Գիրքը Գործք 13-ում ասում է, երբ որ նրանք պաշտոնի մեջ էին, մի քանի աշակերտներ, մարգարեներ, նրանք իրենց պաշտոնն էին կատարում, աղոթք էին անում եւ ծոմ էին պահում եւ Սուրբ Հոգին ասեց. Օ, Սուրբ Հոգին խոսում է, պաստոր։ Առանձնացրեք ինձ համար։ Առանձնացրեք ինձ համար Բարնաբասին եւ Սողոսին, Պողոսին։ Առանձնացրեք։ Գիտեք ինչ տեղ ունեցավ այստեղ։ Միաբան աղոթքի ժամանակ ծնվեց հեթանոսներին քարոզչության գաղափարը, միսիան, առաքելությունը։ Այստեղ ծնվեց Կորինթոսի, Եփեսոսի եւ մնացած բոլոր վայրերում, որ պետք է գնային Պողոսը, Բարնաբասն ու Շիղան, ծնվեց այդ եկեղեցիները։ Դա ծնվեց այստեղ։ Գործք Առաքելոց 13-րդ գլխում։ Երբ որ նրանք
ծոմ պահելով միասին աղոթք էին անում եւ Տերը հայտնեց, Սուրբ Հոգին հայտնեց, առանձնացրեք։ Բարի ամբողջ իմաստով առանձնացրեք։ Նրանք այլ են լինելու, նրանք տարբեր են լինելու, նրանց առաքելությունը այլ է, նրանց վայրերը այլ են, նրանց գործելավոճը այլ է, ամեն բան այլ է լինելու։ Ու դուք չեք էլ հասկանալու շատ բաներ։ Առանձնացրեք։ Նրանք միաբան գնացին։ Եվ Աստված փառավորվում էր հեթանոս աշխարհի մեջ։ Եկեղեցիները հիմնում են։ Երբ որ հարցեր առաջացան, այս երկու եղբայրները եկան, վերադարձան Երուսաղեմ եւ ներկայացրեցին ասելով, որ ահա այսպիսի բաներ է Աստված անում մեր միջոցով, եւ բոլոր եղբայրները փառաբանեցին Աստծուն։ Մեծարեցին Աստծուն, որտեղ Սուրբ Հոգին գործ 13-ի սկզբում սկսել էր։ Անտիոքում նա սկսել էր։ Եկեղեցիները ծնվեցին տարբեր վայրերում, բայց նա ծնունդ տվեց հենց առաջինը այստեղ։ Ես ու ես եղբայրը կոնֆերանսի ենք մասնակցում, շատ հրաշալի կոնֆերանս է, աղոթքաժողով, մի նախադասություն, շատ բաներ սրտումս կպավ, բայց այս նախադասությունը ուզում եմ մեջբերում անել։ Այդ անձնավորությունը խոսնակ ասեց, եթե, կարծում եմ այդտեղ ենք լսեցի, կախպես կհաստատի, եթե Աստված ասում է, քեզ չի կարող հանձնել, Աստված չի կարող քեզ վստահել հունցքը, Աստված քեզ չի վստահի հունցքը, եթե չի վստահում քեզ իր ներկայությունը։ Փաստորեն, հունցքը ունենալու գրավականը ներկայությունը ունենալն է։ Միաբանություն եւ աղոթք կամ միաբան աղոթք, մեկտեղ հավաքվող աղոթք, աղոթքաշողների շատություն, եկեղեցիները միասին լինեն եւ աղոթքներ կազմակերպեն, որքան շատ, այնքան լավ։ Մեկը թող քաղաքականություն անի, մեկը թող չգիտեմ իր պատգամը տա, բայց ավելի լավ է լինեն, քան թե չլինեն։ Մեկը թող իր հոգսերը միշտ ներկայացնի, կողքի քուրն էլ նեղվի, ասի, համար դեմ հերիք է էլի այ քուրս, Աստծո արքայության մասին բաներ աղոթի։ Ոչինչ, թող ներկայացնի, բայց թող ներկա լինի։ Մեկը թող միշտ լաց լինի, մեկն է թող միշտ ուրախանա։ Ոչինչ, բայց թող ներկա լինի։ Թող ներկա լինի։ Կարևորը միաբան աղոթքի մեջ լինեն։ Մեկ աշխարհիկ օրինակ եմ բերելու, մեկ անձնավորեցի, կարծեմ ֆուտբոլի մարզիչ է լինում, ասում են Գերմանիայի մարզիչն է, եթե չեմ սխալվում լինում, ասում են Բրազիլիան Նեյմար ունի, Արգենտինան Մեսսի ունի, Պորտուգալիան Ռոնալդո ունի, իսկ Գերմանիան ինչ ունի։ Ով ունի Գերմանիան։ Ասում են մենք աստղեր չունենք, Գերմանիան թիմ ունի։ Գերմանիան թիմ ունի, ու այդ տարի իրենք չեմպիոն են դառնում ֆուտբոլի առաջնության մեջ։ Ավարտում եմ պատգամը, եկեղեցու պատմության ընթացքում արտնություններ, ինչպես ասեցի, տարբեր ուսումնասիրել եմ, ինձ սիրելի պատմության էջերից մեկը Մուրավյան եղբայրների անցած ուղին է։ Մուրավյան եղբայրները 18-րդ դարում 1700-ական թվերի սկզբերին հիմնադրվեց Գերմանիայում, բայց նրանք ժառանգությունն է Յան Հուսի, որ Չեխիայում նրան այրել են հավատքի համար, հրկիզել էին նրան հավատքի համար։ Մուրավյան եղբայրները առաջին ավետարանական շարժումներ, որ միսիոներներ ուղարկեց, մոտավորապես 226 միսիոներ աշխարհի բոլոր մայրցամաքները։ 200 քանի ասում ենք, շնորհակալ եմ հով ջան։ 200 քանից մտածում ենք քիչ է, չէ, քիչ չի։ Այն ժամանակ, որ իրենք առաջինն էին, իրենք ազդեցություն թողեցին ամբողջ աշխարհի վրա։ Վեսլիներ եղբայրները եւ այլ ավետարանիչները նրանք Մուրավյան եղբայրների միջոցով ապաշխարած էին։ Եվ շարժում սկսվեց։ Միսիոներական մեծ շարժում ամբողջ աշխարհում եք։ Նրանց առաջնորդը հիմնադրեց 7-24 աղոթք։ 24 կին, 24 տղամարդ։ Ամեն մեկը մեկական ժամ։ Շարունակաբար, առանց դադարի աղոթքաժողով։
Որևէ մեկը կարող է կռահել, եթե պատմությունը չգիտեք, քանի տարի տևեց կամ քանի օր, քանի ամիս կամ քանի տարի տևեց այդ աղոթքաժողովը։ Պատմությունը ասում է, որ 110 տարի տևեց այս աղոթքը։ Առանց դադարի աղոթքը։ Վերնատուն եկեղեցի։ Դու ուզում ես պատմության մեջ քո հետքը թողնել։ Դու ուզում ես քո առանցքային դերակատարում ունենալ։ Սա փառքի մասին չէ, սա նրա փառքի մասին է։ Ճանապարհը միաբան աղոթքն է։